Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուն Սրբո։ Ինչպես Հայրը ինքն իր մեջ կյանք ունի եւ կյանք է տալիս, նույնպես եւ Որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ եւ տալ։ Եվ նրան իշխանություն տվեց դատաստան անելու։ Հովանու ավետարանի այսօրվա ընթերցելիք հատվածից է վերցված այս նախադասությունը։ Հարգելի ժողովուրդ, այսօր Կարմիր կիրակին է, հարության կիրակիներից մեկը, գիտենք, որ բոլոր կիրակիներ իրենց խորհուրդ ունեն, եւ ահա այսօրվա կիրակին խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը, կենսաբեր արյունը։ Եվ Կարմիր կիրակին նաև դրանով իսկ խորհրդանշում է մարտնչող քրիստոնեությունը, ինչպես իր թափած արյունով Քրիստոս խաչի վրա բարձրանալով եւ արյունը թափելով վերցրեց մարդկության մեղքը իր վրա եւ զոհ դարձավ մարդկության համար, այնպես էլ նա ճանապարհ բացեց բոլոր քրիստոնյաներին, որ այս աշխարհում խաչ տանելով եւ իհարկե շատ հաճախ այդպես էլ լինում է իրենց արյունը թափելով, նրանք դառնում են նաեւ ճանապարհ ուրիշների համար։ Ճանապարհ են դառնում, նրանք դառնում են միջոց ուրիշների մեղքերը քավելու համար։ Քրիստոս ինքը չի դարձել զոհ ամբողջ մարդկության համար, որպեսզի մարդկությունը դրանից հետո ինչպես կամենում է ապրի։ Ոչ։ Քրիստոնյան ինքը վերցրել է Քրիստոսի ճանապարհը եւ ամեն մեկը իր չափով դառնում է զոհ իր ընտանիքում, իր հասարակության մեջ, իր երկրում եւ մենք բոլոր քրիստոնյաներս, եթե իհարկե մեզ ճշմարիտ քրիստոնյա ենք համարում, ահա այդ ճանապարհով անցնում ենք, դառնում ենք զոհ։ Կամա թե ակամա։ Եվ քրիստոնյաների լավագույն մասը, այն մասը, որ գիտակցում է, որ ինքը քրիստոնյա է, այն մասը, որ ունի շատ կարևոր արժեքներ իր մեջ, հայրենասիրություն, հավատ, պատասխանատվություն իր երկրի համար, պատասխանատվություն իր հայրենակիցների համար եւ եկեղեցու համար պատասխանատվություն, ահա այդ մասն է, որ զոհվում է պարբերաբար մնացածների համար, նրանց համար, ովքեր չեն գիտակցում այդ, նրանց համար, ովքեր ապրում են միմիայն իրենց համար, իրենց կարիքների համար եւ լավագույն դեպքում իրենց ընտանիքների համար։ Դարերի ընթացքում մենք տեսնում ենք ինչպես մեր ժողովրդի մեջ լավագույնը անընդհատ զոհ է իրեն մատուցում եւ Աստված է իրեն զոհ մատուցում։ Մեր տղաները զոհվում են, որպեսզի մնացածները մաքրվեն, մնացածները փոխվեն եւ իրենց մեջ առաջանան բացի այս նյութական աշխարհի կարիքներից, առաջանան նաեւ հոգեվոր ձգտումներ, առաջանան խորհուրդներ, որոնք ավելի կարևոր են, որոնց համար է Աստված մարդուն կյանք տալիս եւ վերջիվերջո այդ մարդը այս աշխարհից հեռանալու է հենց այդ նպատակների համար, այն բանի համար, որ իր հոգին մաքրված լինի եւ ինքը գնա այնտեղ, որտեղ կժառանգի երկնային արքայությունը եւ լիությունը։ Հերոսներն էլ հենց այդ բանի համար են զոհվել։ Զոհվել են մյուսների համար, զոհվել են նրանց համար, ովքեր չարացած են, ովքեր իրարից պահանջում են, ովքեր իրար հանդեպ չարախոսում են եւ նրանց համար զոհվել են, որպեսզի ահա այդ մնացածները կարողանան մաքրվել եւ իրենց կարգի բերել եւ իրենց հոգին կարողանան ճիշտ ընթացքով տանել այս աշխարհում, այնպիսի ընթացքով, որ հաճելի է Աստծուն եւ Աստծո կամքի մեջ է։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը ոչ մի կերպ դարերի ընթացքում չի մաքրվում։ Այդ պատճառով անընդհատ պարտվում է, իհարկե լինում են նաեւ հաջողություններ, բայց այդ հաջողությունները մենք կարող ենք մատների վրա հաշվել։ Դա է պատճառը, որ հսկայական տարածքը, որ մեր ժողովուրդը ունեցել է, Հայաստանը ունեցել է, փոքրացել, ահա դարձել այս մի բուռը աղջկա գլխի կերպարանքով եւ ահա այդ մի բուռն էլ մենք դեռևս հայտնի չի, կարողանանք պահել թե ոչ։ Եվ ուրեմն մեր
ազգի լավագույնները դարերի ընթացքում անընդհատ իրենց զոհ են մատուցել մյուսների համար, որպեսզի մյուսները փոխվեն, եւ մյուսները չեն փոխվել, ահա այսպիսի աշխատանքի ընթացքով մենք եկել հասել ենք մինչև մեր օրերը։ Եվ Աստված էլ մեզ ողորմանում է համենայն դեպս առայժմ այն բանի պատճառով, որ մենք ունենք բազմաթիվ սրբեր երկնքում, որոնք Աստծո մոտ տեղ ունեն եւ Աստծո մոտ շնորհ ունեն եւ իրենց կյանքի համար չեն ապրել այս աշխարհում։ Ասում ենք Կարմիր կիրակին խորհրդանշում է մարտնչող քրիստոնեությունը։ Մարտնչող ոչ կռվելու առումով։ Չնայած դարերի ընթացքում այդ էլ է եղել, չէ՞։ Այ օրինակ ավարարի ճակատամարտը Սարտարապատը։ Ասում ենք մարտնչող այն առումով, որ նա պայքարում է քրիստոնեության համար, խոսում է ճշմարտությունը, խոսում է Աստծո անունից եւ արթնության կոչ է անում։ Քրիստոնեությունը ինձ սա է։ Քրիստոնյան մարտնչում է արդարությունը խոսելով, Քրիստոսի մասին խոսելով, նրա ճանապարհը ցույց տալով, մարդկանց հիշեցնելով, որ իրենք քրիստոնյա են եւ իրավունք չունեն մեղքեր գործելու։ Ոմանք դա համարում են քաղաքականություն, բայց Քրիստոս ուրիշ կերպ է նայում դրան։ Եթե ինչ-որ բան ոմանց ձեռնտու չի եւ իրենք դա կարող են որակել որպես քաղաքականություն, եկեղեցու քաղաքականությունը այն է, որ ինքը խոսում է արդարության մասին, խոսում է Քրիստոսի մասին, հոգու փրկության մասին եւ ինչ որ դեմ է այդ ամենին, ինքը դրա դեմ խոսում է։ Մենք չենք տեսնում, որ համենայն դեպս մեր օրերում չենք նկատել, որ որևէ հոգեորական թուրը առած կամ զենքը առած կռվում է ինչ-որ մեկի դեմ կամ կրակում է։ Հոգեորականի քրիստոնյայի զենքը իր խոսքն է։ Եվ եթե այդ խոսքի մեջ կա Սուրբ Հոգու առաջնորդությունը, բնականաբար այդ խոսքը զենքի նման մարդու հոգին ծակում է։ Ոմանց սպանում է, ոմանց հոգու մեջ ինչ-որ թարախակալած բաներ պատռում է եւ այդ մարդը ունի հնարավորություն կամ մաքրվելու իր թարախից, կամ չարանալու եւ այդ հոգեվորականի հաշիվը մաքրելու։ Բայց քրիստոնյան չի կարող ուրիշ կերպ վարվել։ Եվ Կարմիր կիրակին ահա դա էլ խորհրդանշում է։ Մարտնչող քրիստոնեությունը, որ քրիստոնեության համար պայքարում է այս աշխարհում։ Եվ Քրիստոսի քարոզածի համար է պայքարում այս աշխարհում։ Այսօրվա Հովանու ավետարանում Քրիստոս բոլորին հայտնում է, որ ինքն ու հայրը մեկ են։ Ահա այսօրվա ավետարանում են այդ հայտնում։ Ընթերցենք այդ հատվածը։ Հիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թե հայրը կատարում է, որովհետև ինչ որ հայրն է անում, նույնը նրան նման եւ որդին է գործում։ Քանի որ հայրը սիրում է որդուն, եւ այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան եւ նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք, որովհետեւ ինչպես որ հայրը հարություն է տալիս մեռյալներին եւ կենթանացնում է, նույնպես եւ որդին կենթանացնում է ում կամենա։ Սակայն հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն, որպեսզի ամենքը պատվեն որդուն, ինչպես պատվում են հորը։ Ով որդուն չի պատվում եւ հորը, նրան առաքողին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ իմ խոսքը լսում է եւ հավատում նրան, ով ինձ առաքեց, ընդունում է ավիտենական կյանքը եւ չի դատապարտվում, այլ մահվանից կյանք է անցնում։ Եվ ուրեմն փաստորեն այն բանից հետո, երբ Քրիստոսի հարությանը հավատացին իր աշակերտները, նա սկսեց կրկնել իր ճշմարտությունը, այն, որ ժամանակին քարոզել էր իր աշակերտներին իր եւ հոր հարաբերությունների մասին, մինչեւ խաչելությունը։ Նա եւ հայրը մեկ են, եւ բնական է, որ հայրը իր որդուն է տվել դատաստանը կատարելը, ինչպես ժամանակին տվել էր արարչագործությունը։ Ընթերցենք այս հատվածի շարունակությունը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ եւ արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը եւ նրանք որ կլսեն կապրեն, որովհետեւ ինչպես հայրն ինքն իր մեջ կյանք ունի եւ կյանք է տալիս,
Նույնպես եւ որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ եւ տալ։ Եվ նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ մարդու որդի է, դրա վրա ինչու եք զարմանում, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։ Եվ դուրս կգան, որ ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար։ Դատաստանի գաղափարն արմատավորվեց նրա աշակերտների մեջ։ Ահա այս 40 օրվա ընթացքում մենք պայմանականորեն վերցրել ենք դա որպես կարմիր կիրակի, չէ՞, որովհետև դրանք փուլեր են, հարության կիրակիները, հինանց կիրակիները։ Դրանք փուլեր են, որոնք խորհրդանշում են այն անկալունակության աստիճանը, որը կար Քրիստոսի առաքյալների մեջ եւ ինչպես նրա առաքյալները կամաց սկսում են հասկանալ նրա այն խոսքերը, որ ինքը ասել էր մինչև խաչելությունը։ Հիմա է, որ իրենք սկսում են հասկանալ եւ յուրացնել, որովհետեւ հավատացել են նրա հարությանը։ Եթե մինչև իր խաչելությունը միայն աշակերտներն էին լսել, որ Աստված գալու է օրերից մի օր դատելու ողջ մարդկությունը, ապա արդեն հիմա այդ գիտեն բոլոր քրիստոնյաները։ Գիտեն եւ սպասում են։ Այդ սպասումը տևում է ընդամենը 2 օր, որ մեզ համար 2000 տարի է։ Եթե համարենք, որ մարդկային մի սերունդը 50 տարի է, ինչպես ընդունված է, ուրեմն Քրիստոսի երկրորդ գալուստը եւ դատաստանը տեղի են ունենում 40 սերունդ հետո։ 40 սերունդ հետո անում է 2000 թիվը։ Դարձյալ 40 թիվը։ 40 անգամ 50 40 անգամ 50 սերունդ անում է 2000։ 40 թիվը մենք տեսանք, որ ինչքան կրկնվում է տարբեր իրադրությունների մեջ, Աստծո համար դա շատ կարևոր թիվ է։ 40 օրը, որ Քրիստոս փորձվեց, չէ, անապատում։ Ուրեմն գործը սկսելու համար դա կարևոր թիվ էր, որ ինքը պետք է փորձվեր։ 40 օրը, որ ինքը հարությունից հետո երկրի վրա էր։ Առաքյալների մեջ հարությունը սերմանելու եւ իր ուսմունքը սերմանելու համար կարևոր թիվ էր, որ հենց այդ ընթացքում սերմանվեց եւ դրանից հետո ինքը ամբարձվեց։ 40 տարի, դատաստանի 40 տարիները, որ մեզ վիճակված են, եւ հայ ժողովրդի եւ ամբողջ աշխարհի։ Հրեաների 40 տարին, որ անապատում իրենք տանջվեցին մինչև իսկապես հավատացին Աստծուն, հավատացի, որ Աստծո խոսքը պետք է ընդունել ինչպես որ կա։ Եթե Աստված որոշեց, որ հսկաներին պիտի հաղթի, եթե Աստված որոշեց, որ իրենք պետք է Պաղեստինը գրավեն, էլ չնայեն, որ այնտեղ ուժեղ մարդիկ են ապրում, հսկաներ են ապրում կամ իրենք թվով քիչ են, որովհետև Աստված է կամեցել։ Նա է առաջնորդում։ Ուրեմն 40 տարին օգնեց այդ մարդկանց հրեաներին, որոնք քիչ թե շատ սկսեցին հավատալ Աստծո զորությանը։ Չնայած ամեն օր տեսել էին այդ զորությունը, միևնույն է, մարդը մնում է մարդ։ Եվ հիմա 40 սերունդ Քրիստոսի համբարձումից հետո, որ 2000 թվին է լրանում։ 2000 թվի չէ, մոտավորապես 2000 մինչև 2033 թվի այդպես վեցրինք, դրանք պայմանական թվեր են իհարկե։ Քրիստոսը Ստավետարանի 3 անգամ է հանդիպել իր առաքյալներին հարությունից հետո։ Սակայն այդ չի նշանակում, որ նա ունեցել է այն փոքր զրույցները, որ կան նոր կտակարանում։ Այդ 3 հանդիպման ժամանակ նա երկար խոսել է եւ վերահաստատել այն ամենը, ինչ ասել էր մինչև խաչելությունը։ Ըստ Պողոս առաքյալի այն 40 օրվա ընթացքում Քրիստոս երևացել է ավելի քան 500 հոգու։ Նրանց վկայությունները չեն պահպանվել, բայց բնական է, որ նրանք առաքյալներին պատմել են Քրիստոսի խոսքերը եւ պատգամները եւ հանդիպումների մասին։ Ահա 2 օր է, ինչ քրիստոնյա աշխարհը սպասում է Քրիստոսի մոտալուտ գալստյան եւ դատաստանի։ Չնայած Քրիստոս անընդհատ գալիս է։ Պատարակների ժամանակերը չէ գալիս, մենք իզուր չենք ասում։ Քրիստոս հարություն է առնում, Քրիստոս գալիս է պատարակների ժամանակ եւ նրա հայտնությունը գալուստը մենք նկատում ենք հոգով։ Դրա համար ենք այսպես հավաքվել։ Դրա համար է եկեղեցին գալիս, որովհետև զգում եք, որ նա այստեղ է։ Եթե չզգաք, չեք գա։
կգաք ինչ-որ բանի համար, որպեսզի քահանան աղոթի, դուք ստանաք և գնաք, բայց դուք եկել եք պատարագի մասնակցելու, ուրեմն ինչ-որ բան տեսել եք և զգացել եք, և Քրիստոսի գալուստն եք նկատել, և նրա հարությունն եք զգացել, և քանի որ Քրիստոս խոստացել է շուտ գալ, մարմնական գալ, սա ուրիշ գալուստ է, սա գալուստ է, որ նաև դատաստան է համային մարդկության, և նա քանի որ խոստացել է, եկեղեցու հայրերը նրա գալստյան սպասելով Զատիկից մինչև համբարձման տոնը շաբաթ օրվա երեկոյան ժամերկության կարգը սահմանել են որպես գալստյան, ոչ թե հարության։ Այս հինանց օրերի, շաբաթ օրերի երեկոյան կարգը գալստյան է։ Այս եկեղեցու հայրերի Քրիստոս գալու է կիրակի օրը, այս հինանց օրերի մեջ։ Եվ հենց Զատիկից մինչև համբարձումն պիտի գա։ Ինչպես և դարերի ընթացքում բոլոր քրիստոնյաները սպասում են։ Քանի որ չգիտեն երբ կլինի այդ, ուրեմն ամեն շաբաթ երեկոյան ժամերկության ժամանակ խորհուրդը գալստյանը և շարականները, որ վերօրնից և թագավոր գոլով ծաղկազարդի կանոնից են, և խոսում են Քրիստոսի որպես թագավոր հաղթական մուտքի մասին Երուսաղեմ և այս աշխարհ։ Ինչ իմանանք։ Կարող է այսօր էլ իքը եկել է արդեն, կարող է հաջորդ կիրակի գա, չէ՞։ Ուրեմն դրա համար էլ եկեղեցու հայրերը ասում են պետք է պատրաստ լինել և համենայն դեպս հայտարարել նրա գալստյան մասին ամեն շաբաթ օր։ Ահա այս նշանաբանով էլ քրիստոնյա աշխարհը շարժվում է 2000 տարի, որ 2 օր է Աստծո համար և ցանկանում է ցույց տալ հոգու իրարտնությունը և պատրաստակամությունը դիմավորելու մեր Փրկչին, որին փառք, պատիվ և երկրպագություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։